Ուրեմն կասեք, որ նորայցի նպատակը ինչ նոր փաստեր արդյունք ասել եք։ Դու գիտեք, որ մենք բարձրաձայնել ենք մեր հանձնաժողովի անդամների վրա համակարգային ճնշումների մասին եւ մենք ինֆորմացիա ունենք նաեւ, որ պատրաստվում են գործողություններ լցոնման եւ արձանագրությունների կեղծման տարբեր դերակատարների կողմից եւ այն բանից հետո, երբ որ գլխավոր դատախազությունը մեր առաջին հաղորդմանը տվեց, այս պահին կարող ենք գնահատել պատշաճ ընթացք, ես կարծում եմ, որ կարելի է այս գործընթացը զարգացնել, այսինքն իսկապես բոլոր հնարավորությունները մենք պետք է օգտագործենք, որ հնարավորինս կանխենք ընտրակեղծարարների գործողությունները։ Մենք հանդիպեցինք այդ առումով, ես ներկայացրեցի գլխավոր դատախազին այն պատկերը, որ գոյություն ունի, որ մենք ստանում ենք մեր եւ ուղիղ կոնտակտներով եւ մեր շտաբների ղեկավարների զեկուցած ինֆորմացիայի վրա այդ ամբողջը ներկայացրեցի, որ այդ ճնշումները կրում են համակարգային բնույթ։ Նաեւ մենք ես այդ հարցադրում արեցի, որ այն փաստերը, որ մենք ներկայացնում ենք, չպետք է հետազոտվեն կամ հետաքննվեն առանձին դրվագների մակարդակով, այսինքն եթե ընդամենը մեկը պատժվի քրեորեն պատժելի արարքի համար, դա մեզ համար քիչ է։ Մենք այդ ամեն ինչը պետք է նայվի ավելի համակարգային առումով եւ հասկանալի է օրինակի համար, որ եթե հանձնաժողովի նախագահը փորձել է կաշառել հանձնաժողովի անդամին, դա առանձին դրվագ չի կարող նայվել։ Նշանակում է, որ այդ տեղամասում օրինակի համար նա կամ մնացածներին էլ է կաշառել, կամ մնացածները ինչ որ հանցավոր համաձայնության գալով արդեն փորձել են կաշառել այն մեկին, ով պետք է ինչ որ դիմադրություն ցույց տար տեղամասում անօրինականություններին։ Ուստի մոտեցումը հետևյալն է, որ դրվագը չի կարող դիտարկվել առանձին, սա պետք է լինի համակարգային հետաքննություն եւ բոլոր մեղավորները պատժվեն։ Նաեւ բնականաբար այս ամեն ինչը պետք է քննարկվի ընդհանուր համակարգի առումով, մեր ունեցած տվյալները են, որ սա համակարգային բնույթ է կրում եւ բոլորին տրված են այս հանձնարարությունները։ Բոլոր փաստերը մենք տեսնելով ամեն մի ներկայացված փաստի արձագանքը եւ դրան համապատասխան կներկայացնենք դատախազություն, ես զգուշացրել եմ դատախազին, որ մեր տվյալներով, ինչպես ասացի, արդեն տեղի պատրաստվում են ապօրինություններ տեղամասերում եւ ես նաեւ պարզ կարող եմ ասել, որ քանի որ տեսագրությունները եւ ձայնագրությունները ըստ էության ամենաէֆեկտիվ միջոցն են այս հանցագործությունների դեմն առնելու համար, Հայ ազգային կոնգրեսը կկազմակերպի տարբեր ընտրատեղամասերում գաղտնի տեսահանումներ, նկարահանումներ, ձայնագրություններ, որը թույլ կտա այդ ապօրինությունների մասին փաստերը անհերքելի արդեն ձևով ներկայացնել դատախազության։ Այս հարցերի շուրջ ենք խոսել, այս հարցադրումները ես դրել եմ գլխավոր դատախազի առջև եւ բնականաբար արդեն կսպասենք, թե պրակտիկ առումով այս խոսակցությունը ինչ կտա։
Ինչ այս պահը, այսինքն դատախազության արձագանքից գոհ եք, պարոն Սուրաբյան։ Ես ասում եմ, մինչ այս պահը, այո, որովհետև շատ կտրուկ եւ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել, կոնկրետ փաստով պատժելու, քրեորեն պատժելի արարքի համար մարդու նկատմամբ մեղադրանք է հարուցվել, քրեական գործ է հարուցվել, արդեն ձերբակալության մասին են խոսում, այսքան առումով այո, բայց սա մեզ չի կարող բավարարել, որովհետև նորից եմ ասում, սա պետք է նայվի համակարգային ապօրինության կոնտեքստում։ Գլխավոր դատախազության ձերբակալանք է արդեն ձերբակալել։ Ես ընդհանրապես չեմ կարող փոխանցել որևէ բան, ինչ որ ինձ ասել է գլխավոր դատախազը, ես ընդհանրապես նրա երբեք որևէ մեկի անկոչ խոսնակի դեր չեմ վերցնում։ Ես կարող եմ ասել, թե ես ինչ հարցադրումներ եմ դրել։ Մնացածը դուք կարող եք ճշտել դատախազությունից։ Ընդհանուր առումով կարող եմ ասել, որ մենք ինչ որ պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, թե որ գործընթացն է ամենաարդյունավետը այս անօրինականությունների բացահայտման եւ պատժելու նպատակով։ Իսկ նոր ահազանգեր կան կապված հանրաժողովի միգուցե այլ անդամների ճնշումների։ Ահազանգներ շատ կան։ Մենք այդտեղ ունենք ուղղակի տեղատարավ ահազանգների։ Խնդիրը այն է, որ մենք պետք է ամեն գործի բացահայտման այսպես ասենք, հիմնավորվածությունը պարզենք, նոր դիմենք այս քայլերին։ Որտեղ շատ կարևոր է, որ այս ահազանգները իրավականորեն ձևակերպվեն եւ մենք ունենանք արդեն կոնկրետ գործ պատժված մարդիկ, որոնք հետագայում կանխեն նման ապօրինությունների շարունակականություն։ Նոր փաստեր ներկայացրեցիք այսօր թե ոչ։ Խոսեցինք նոր փաստերի մասին եւ հիմա այս խոսակցության հիման վրա ես մեր շտաբում արդեն կքննարկենք ինչ փաստեր ընդհանրապես արժի ներկայացնել գլխավոր դատախազության։ Ունեք նորից նոր ձայնագրություններ, թե ոչ։ Ես նորից եմ ասում, մենք կքննարկենք, մենք շատ բան ունենք, բայց մենք կքննարկենք, թե որ դեպքում մեր կարծիքով քննությունը արդյունավետ կլինի։ Պարոն Սուրաբյան, ձեր կարծիքով հանձնաժողովի նախագահ անձնական շահագրգռվածքներ կաշառելու թե Չէ, մեզ համար ակնհայտ է, որ գոյություն ունի կենտրոնացված հրահանգ։ Հիմա թե ինչպես է հնչել այդ հրահանգը դժվար է ասել, ավելի ճիշտ մենք ունենք այդ ինֆորմացիան։ Ինֆորմացիան այն է, որ ԱՅՈ-ի շտաբի պետից սկսած բոլորի վրա դրված է ինչ որ քանակներ, թե ով ինչքան քանակ, որ պետական հիմնարկի գծով, որ տեղամաս պետք է բերի։ Այս քանակները դրված են որպես պարտադրանք եւ բնական է նման քանակների ապահովման համար մարդիկ դիմում են նմանատիպ հանցագործությունների, հանձնաժողովի անդամներին կաշառելու ջանքերի եւ այլն եւ այլն։ Հիմա արդեն այդ թվերը, այսպես ասած, դրված, դրանք արդեն հանցավոր հրահանգ են։ Հիմա այդ ամբողջ շղթան ուղղակի պետք է բացահայտել։ Նկատի դուք դատախազին ասիք, որ հանձնաժողովի անդամը ոչ թե անձնական, այլ հենց ձեր ասած թիկունքում նրա հենց կանգնած է իշխանությունը։ Բնական է, որ մենք քննարկել ենք այդ բաները։ Ինձ համար ակնհայտ է, որ կներեք ոչ մի հանձնաժողովի նախագահ իր անձնական զուտ դրդապատճառով չի գնա եւ չի զբաղվի Հայ ազգային կոնգրեսի հանձնաժողովի ներկայացուցին կաշառելով։ Նախ որից իրեն այդ փողը։ Եվ ինչու համար է դա արվում։ Ինչ է առանձին տեղամասում առանձին մարդուն կաշառելը ինչ իմաստ կարող է ունենալ։ Ոչ մի։ Սա կարող է լինել միայն ընդհանուր պլանի մի մաս։ Եվ ահա այդ ամբողջ պլանը պետք է բացահայտել։
Եվ պարոն Զուրաբյան ասի գաղտնի տեսանկարներ կրկին դեր հանձնաժողովի անդամների միջոցով, թե կլինեն այլ տարբերակներ նաև։ Դե հիմա մեր բոլոր գաղտնիքները մենք չենք բացել։ Բայց այս պահին հասկանալի է, այս պահին հասկանալի է, որ ամենաարդյունավետ միջոցը դա տեսագրություններն են եւ ձայնագրությունները։ Եվ ընտրակաշառքների մասին տեղեկություն է, թե միայն այս պահին հենց հանձնաժողովի անդամների միջոցով է փորձարկվում կեղծել հանրակրթեն։ Ընտրակաշառքների վերաբերյալ մենք առայժմ նկատի ունեմ ընտրակաշառքի բաժանման մասին առայժմ ոչ մի ստուգված ինֆորմացիա չունենք։ Իհարկե ընտրացուցակներ ստեղծվում են, այսինքն ընտրողների ցուցակներ, որոնք ասենք իբր թե խոստացել են այո ասել, նրանց անձնագրային տվյալները վերցվում են, նրանց վրա ճնշումներ բանեցվում են։ Որոշ տեղեր խոստումներ են հնչել, որ ինչ որ ընտրակաշառք կբաժանեն համաձայն որոշ ցուցակների, բայց որևէ ստուգված տեղեկություն ընտրակաշառքի բաժանման փաստի վերաբերյալ մեզ դեռևս հայտնի չի, ավելին մենք տեղեկություններ ունենք, որ գոնե այս պահի առումով այս պահի իշխանությունների որոշումը այն է, որ ընտրակաշառք չի բաժանվելու, որովհետև իշխանությունները իրենք հասկացել են, որ ընտրակաշառքի բաժանումը արդյունավետ չէ եւ չի տալիս այն արդյունքը, որը իրենք ակնկալում են։ Հակառակը բերում է ժողովրդի ավելի ակտիվ մասնակցությանը եւ իսկ քանի որ այսօր ժողովրդի տրամադրությունը հիմնականում գերակշռող մեծամասնությամբ ոչ է, դա բերելու է ոչ ասող ընտրողների զանգվածի մեծացմանը տեղամասերում, ինչը իրենց համար այնքան էլ շահեկան վիճակ չի ստեղծում, ուստի այս պահին գոնե որոշումը այն է, որ ընտրակաշառք չբաժանվի։ Այդ նկատելուն ձեր կարծիքով շեշտը այս անգամ փորձում է դրվել հանձնաժողովի անդամների միջոցով, որովհետև բարբերաբար ընդդիմությունը նշում է, որ ընտրակաշառքներ կան, ճնշումներ, մեքենայություններն են, երբ բերում են եւ տարբեր բազմակի քվեարկողների համար հնարավորություն են ստեղծում գնալ տարբեր տեղամասեր քվեարկել այն մարդկանց անունների փոխարեն, ովքեր իրենք հաստատ գիտեն, որ ընտրությունների չեն գա, օրինակ, որովհետև վաղուց արտասահմանում են գտնվում։ Սրա դեմը նույնպես պետք է առնել, բայց իրենք հաշվել են, որ այս բազմակի քվեարկության ռեսուրսով չեն կարող կեղծել ամբողջ այս արդյունքը։ Դրա համար միակ փրկության օղակը մնացել է արձանագրությունների կեղծումը, այսինքն եթե կարողանաս ամբողջ տեղամասում կաշառես բոլորին եւ մի արձանագրություն կազմես, որը ոչ մի կապ չունի տեղի ունեցած քվեարկության հետ, այլ ապահովում է իշխանության համար ցանկալի արդյունքը, ապա այդպես փորձեն այնուամենայնիվ ստանան իրենց 700,000 այո։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ռեժիմի հիմնական հարվածային, այսպես ասած, ուժը այսօր գալիս է հանձնաժողովականների վրա։ Իսկ փորձում են նրանց բոլորին վերցնել, բոլորի հետ ինչ-որ հանցավոր համաձայնության գալ եւ այդպես միասնաբար կեղծել այդ արձանագրությունները։ Պարոն Զուրաբյան, բայց շատ ընտրատեղամասերում ընդդիմությունը չունի հանձնաժողովի անդամներ, արդյոք այս փաստը չի մտահոգում, եթե նշում եք, որ շեշտը դրվում է հենց հանձնաժողովի անդամների միջոցով։ Նախ այդ հանձնաժողովները այնքան էլ շատ չեն, բայց անգամ որտեղ որ չկա հանձնաժողովի անդամ, այնտեղ կլինեն եւ վստահված անձինք, մենք դեռ վստահված անձանց նշանակելու հնարավորություն ունենք, եւ կլինեն քաղաքացիական դիտորդներ։ Այսինքն եւ ասեմ ձեզ, վստահեցնում ձեզ, որ վստահված անձը ոչինչով պակաս լիազորություններ չունի հանձնաժողովի անդամից, ավելին, եթե հանձնաժողովի անդամը ունի պարտականություններ եւ մշտապես զբաղված է այդ պարտականությունների իրացմամբ, ապա վստահված անձը շատ ավելի ազատ է դիտելու, ինչ-որ ապօրինություններ տեսնելու եւ արձանագրելու առումով։ Այնպես որ այդ բացը մենք կլրացնենք վստահված անձանցով։
Պարոն Զուրաբյան, նույնականացման քարտերի հետ կապված եւս ասում են, որ նույնականացման քարտերի միջոցով ընտրող բազմակի այդ քվեարկությունից հնարավոր չի լինի խուսափել։ Սրա հետ կապված ինչ պետք է անել։ Այսինքն հնարավոր կլինի վերջո կանխել։ Գիտեք, ես նախ եւ առաջ մի կոչ կանեի, որ ժողովուրդը այն քաղաքացիները, ովքեր հնարավորություն ունեն քվեարկելու անձնագրով, անպայման գան քվեարկել անձնագրով, չգան նույնականացման քարտով։ Իհարկե, այս կոչս չի վերաբերվում այն մարդկանց, ովքեր ունեն միայն նույնականացման քարտ։ Բայց եթե քաղաքացին ունի ընտրելու հնարավորություն, ապա ես կոչ եմ անում օգտագործել անձնագիրը, որտեղ դա կհեշտացնի վերահսկողությունը նույնականացման քարտով քվեարկողների նկատմամբ, որտեղ այդտեղ մենք տեսնում ենք վտանգ։ Եվ ուղղակի մեր վստահված անձինք, մեր հանձնաժողովի անդամները պետք է ուշադիր լինեն, որ մարդիկ քվեարկեն այն իրենց անուն, անվան, ազգանվան դիմացը, դա չլինի այլ մարդու փոխարեն քվեարկություն։ Եվ պարոն Զուրաբյան, այդ նոր փաստերի հարցը երբ եք քննարկելու ձեր կուսակցությունում եւ հնարավոր է, ասենք, հենց վաղը ներկայացնեք այդ փաստերը դատախազություն, որի մասին որ այսօր խոսքի գնացել դատախազություն։ Հնարավոր է։ Հնարավոր է նաեւ, որ որոշում ընդունենք ավելի, այսպես ասեմ, սիստեմատիկ մի բազա ստեղծելու մասին, որը ավելի լուրջ հարցեր թույլ կտա լուծել։ Ամեն դեպքում հասկանալի արդեն, որ ուղղությամբ է պետք գործել, որ ընտրակեղծարարների ձեռքը բռնենք։